Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ձեզ համար պատրաստել եմ դաս 60-70 առաջադրանքներ մնացորդով բաժանման վերաբերյալ եւ առաջադրանքներ 605-ից 610 միասին կկատարենք։ Այս թեմայի ընթացքում միայն կկատարենք առաջադրանքներ մնացորդով բաժանման վերաբերյալ թեմայից։ Հիմա սկսենք 605-ը, մյուսների չասնենք ներքև, դրանց նույնպես կանդրադառնանք։ 605-ը կատարիր բաժանում եւ ստուգիր։ Նման տեսակի առաջադրանքներ մենք արդեն իսկ կատարել ենք, այստեղ ուղղակի կրկնության կարգով եւս մեկ անգամ կանցնենք հերթական վարժությունը։ Գրենք այստեղ A, 27 բաժանած 5-ի։ Գրենք 27-ը բաժանած 5-ի, հավասար է։ Գիտենք, որ 27-ը միանգամից 5-ի առանձնացորդի չի բաժանվում։ Այստեղ գծիկով կգրենք կամ անկյունաձև, ինչպես որ ուզում եք, կարող եք այդպես էլ նշել, 27-ը բաժանած 5-ի, բաժանման քայլը, Հիմա տեսնում ենք, 27-ի մեջ 5-ը կլինի 5 անգամ ամբողջական, գրենք այստեղ, 5 անգամ 5 կլինի 25, գրենք 27 հանած 25, տարբերությունը կլինի 2։ Այս երկուսը արդեն 5-ի չի բաժանում, այսինքն այստեղ մենք ստացանք մեր մնացորդը։ Այսպիսով կարող ենք գրել 27-ը բաժանած 5-ի հավասար է 5 և 2 մնացորդ։ Մնացորդը գրում ենք կողքը այստեղ, 5-ի կողքը։ Հիմա կատարենք ստուգում։ Ստուգելու համար, հիշեք, բաժանման գործողությունը կարող ենք ստուգել հետևյալ կերպ։ Բաժանարարը բազմապատկում ենք քանորդի հետ և ավելացնում մնացորդի թիվը։ Այսինքն կլինի այսպես, գրենք այստեղ ստուգում, գրենք 5 անգամ 5, գումարած մնացորդի թիվը 2։ Առաջ պետք է կատարենք բազմապատկման գործողությունը, հետո գումարման կամ հանման գործողությունը։ Հիմա 5 անգամ 5 կլինի 25, գումարած էլ 2, հավասար է 27։ Կարող ենք այստեղ գրել 25 գումարած 2, հավասար է 27։ Տեսնում ենք այստեղ և այստեղ նույն թվերն են։ Այսպիսով կարող ենք համարել, որ բաժանման գործողությունը և ստուգման քայլը ճիշտ են կատարել։ Այս մեկը վերջացինք, փոքր նշում դնենք, անցնենք մյուսին։ 27-ը բաժանած 9-ի հաջորդը։ Հավասար է։ Բազմապատկման աղյուսակից, հուսով եմ այստեղ արդեն իսկ անգիր արել եք բազմապատկման աղյուսակը, դուք կարող եք միանգամից հիշել, որ 27-ը 9-ի բաժանվում է առանց մնացորդի և կստացվի 3 ներողություն, քանի որ 3 անգամ 9 կլինի 27։ Կարող ենք գրել 3, մնացորդ չկա։ Քանի որ չկա, այստեղ կարիք էլ չկա գրել 0 մնացորդ։ Կարող ենք միանգամից գրել ստուգում, 3 անգամ 9 կլինի 27։ Սա այստեղ կարճ և փոքր համառոտ տեսքով ներկայացրինք։ Հաջորդը 27-ը բաժանած 10-ի։ Հավասար է։ Սա մի քիչ ներքև իջացնենք։ 27-ը բաժանած 10-ի։ 27-ի մեջ 10-ը կլինի 2 ամբողջական անգամ, 2 անգամ 10-ը կլինի 20, տարբերությունը կլինի 7։ 7-ը կլինի արդեն մնացորդ, քանի որ փոքր է բաժանարարից 10-ից։ Այսպիսով կգրենք հավասար է 2 և 7 մնացորդ։ Գրենք ստուգում, 10 անգամ 2, գումարած մնացորդի թիվը 7։ 2 անգամ 10 կլինի 20, գումարած 7, հավասար է 27-ի։ Տեսնում եք նորից ստացանք արդյունքում բաժաներին։ Անվերջացինք, հիմա անցնենք նույն ձևով B-ին։ Մինչև B-ն գրել, այստեղ կուզեմ նշել, որ եթե դուք տեղօգնության կարիք չունեք, կարող եք ցանկացած պահի վիդեոյի տվյալ հատվածը անցնել առաջ, կամ եթե դուք դժվարություն ունեք, այդ հատվածը դիտել ևս մեկ անգամ։ 279 բաժանած 5-ի, հիմա էլ սա գրենք, 279 բաժանած 5-ի, հավասար է։ Անկյունաձև կատարենք բաժանման գործողությունը։ Գրենք 279 բաժանած 5-ի,
27-ի մեջ 5-ը կլինի 5 ամբողջական անգամ, քանի որ 5 անգամ 5 կլինի 25։ Մեծ չենք վերցնի, 6-ը չենք վերցնի, քանի որ 6 անգամ 5 կլինի 30 եւ 27-ից մեծ կլինի։ Դրա համար վերցնում ենք 5-ը։ 5 անգամ 5 կլինի 25, գրենք հանած 25, 27-ից որ 25-ը հանենք կլինի 2, 2-ը գրենք այստեղ, 9-ը կիչացնենք 2-ի կողքը։ Ահա, 29-ի մեջ 5-ը կլինի նորից 5 անգամ, քանի որ 6-ը արդեն կլինի 30 շատ կլինի։ 5 անգամ 5 կլինի 25, նորից գրենք հանած 25, տարբերությունը կլինի 4։ Այսինքն ստացանք 4 մնացորդ այստեղ։ Գրենք 279 բաժանած 5-ի հավասար է 55 եւ 4 մնացորդ։ Ահա։ Գրենք ստուգում։ Ստուգելու համար 5-ը պետք է բազմապատկենք 55-ով կամ 55 անգամ 5։ Գումարենք մնացորդի թիվը։ Գումարենք 4, հավասար է։ Ներքևում կարող ենք բազմապատման գործողությունը գրել 55 անգամ 5 5 անգամ 5 կլինի 25, 5-ը գրենք, 2-ը կպահենք մտքում, այստեղ նորից կստացվի 5 անգամ 5 25, 2-ը ունենք մտքում պահած կլինի 27։ Ստացանք 275 գումարած էլ 4, գրենք այստեղ 275 գումարած 4 հավասար է 279։ Այսինքն ստացանք այն թիվը, որը որ մենք սկզբից բաժանել ենք, այսինքն մեր բաժանելին։ Ահա։ Ես մեկը վերջացրինք։ Գանք մյուսը։ 279-ը հիմա էլ պետք է բաժանենք 9-ի։ Ահա։ 27-ի մեջ 9-ը կլինի 3 անգամ, 3 անգամ 9 կստացվի 27, գրենք հանած 27։ Նայեք, այստեղ 27-ից որ 27 հանում ենք, ստացվում է 0։ Այդ 0-ն այստեղ չենք գրում, քանի որ այստեղ տեսնում ենք եւս ունենք 1 թվանշան 279-ի 9 դեռ կա։ 9-ը կիչացնենք ներքև։ Հիմա 9-ի մեջ 9 կլինի 1 անգամ, գրենք այստեղ 1։ 1 անգամ 9 կլինի 9։ 9 հանած 9 տարբերությունը կլինի 0։ Այսպիսով ստացանք 31 առանց որևիցե մնացորդի, քանի որ տեսնում ենք այստեղ 0 է, այսինքն մնացորդ չկա։ Գրենք 279 բաժանած 9-ի հավասար է 31, մնացորդ չկա։ Ստուգելու համար կբազմապատկենք 9-ը 31-ով։ Այսինքն 31 անգամ 9 հավասար է, ներքևում կարող ենք գրել բազմապատման քայլը 31 անգամ 9, 9 անգամ 1 կլինի 9 եւ 9 անգամ 3 27։ Ստացանք 279։ Ահա։ Այսինքն այն թիվը, որը որ մենք բաժանել ենք, մեր բաժանելին։ Ահա, B-ի երկրորդն էլ վերջացրինք։ Գանք մյուսը։ Հիմա 279-ը պետք է բաժանենք 100-ի։ Հավասար է։ Կարող եք գծիկով բաժանել, կարող եք միանգամից գրել, սա ես դժվարություն չեմ տեսնում։ Բայց քանի որ մյուսները գծիկով են գրել, այստեղ նույնպես գծիկով կամ ինչպես ասում են նաև անկյունաձև բաժանման միջոցով գրենք։ 279 բաժանած 100-ի։ Ահա։ Կվերցնենք հենց 279-ը, 279-ի մեջ 100-ը կլինի 2 ամբողջական անգամ, 2 անգամ 100 կլինի 100, 200, հանած 200, տարբերությունը կլինի 79։ Տեսնում ենք 79-ը արդեն իսկ փոքր է մեր բաժանարարից։ Այսպիսով կգրենք 279 բաժանած 100-ի հավասար է 2 եւ 79 մնացորդ։ Ահա։ Դենք ստուգում։ 2 անգամ 100, 100 անգամ 2 գումարած 79։ Հավասար 2 անգամ 100 կլինի 200 գումարած
279 հավասար է 279 այն թիվը, որը որ մենք բաժանել ենք, այստեղ տեսնում ենք։ Կանք մյուսը։ Բնվերջացինք, կանք նաև հիմա գային։ 1564-ը բաժանած 5-ի։ Հավասար է։ Գրենք այստեղ 1564-ը բաժանած 5-ի։ Հիմա 15-ի մեջ 5-ը կլինի 3 անգամ, 3 անգամ 5 կստացվի 15, կանենք 15, տարբերությունը կլինի 0։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, ստեղ 0-ն չեն գրում, 6-ը իջացնում ենք ներքև, 6-ի մեջ 5-ը կլինի 1 անգամ, 1 անգամ 5 կլինի 5, գրենք հանած 5, տարբերությունը կլինի 1, 4-ը իջացնենք ներքև, 14-ի մեջ 5-ը կլինի 2 անգամ, 2 անգամ 5 կլինի 10, հանած 10, տարբերությունը կլինի 4, այսինքն մնացորդը ստացանք 4։ Այսպիսով կարող ենք գրել 1564-ը բաժանած 5-ի կստացվի 312 և 4 մնացորդ։ Ստուգում, գրենք 312 անգամ 5, ինչ որ ստանանք, դրան կգումարենք մնացորդի թիվ, այսինքն 4, հավասար է։ Բազմապատման քայլ ներքևում գրենք 312 անգամ 5, 5 անգամ 2 կլինի 10, 0-ն կգրենք 1-ը կպայենք մտքում, 5 անգամ 1 կլինի 5, 1 էլ ունենք մտքում, պահած կլինի 6, և 5 անգամ 3 կլինի 15, 1560, գումարած 4, ստացվի 1564, ահա, այսպիսով ճիշտ է ստացվել։ Մյուսը, գրի երկրորդը։ Նորից 1564-ը հիմա էլ պետք է բաժանենք 8-ի։ բաժանենք հիմա էլ 8-ի, հավասար է։ Գրում ենք 1564 բաժանած 8-ի։ 15-ի մեջ 8-ը կլինի 1 անգամ, 2 անգամը արդեն շատ կլինի, կստացվի 16, դրա համար 1-ն ենք վերցնում, 1 անգամ 8 կլինի 8, գրենք 15 հանած 8, կլինի այստեղ 7, 6-ը իջացնենք 7-ի կողքը, 76-ի մեջ 8-ը կլինի 9 անգամ, քանի որ 9 անգամ 8 կլինի 72, կանենք 72, տարբերությունը կլինի 4, 6-ը իջացրել ենք, հիմա իջացնենք 4-ը, 44-ի մեջ 8-ը կլինի 5 անգամ, 5 անգամ 8 կստացվի 40, տարբերությունը կլինի 4, այսինքն մնացորդ ստացանք 4 այստեղ։ Այսպիսով կարող ենք գրել հավասար է 195 և 4 մնացորդ։ Հիմա ստուգում կատարենք։ Պետք է 8-ը բազմապատկենք 195-ով, կամ գրենք 195 անգամ 8, և դրանը գումարենք 4, հավասար է։ Բազմապատման քայլը գրենք 195 անգամ 8, 5 անգամ 8 կլինի 40, 0-ն կգրենք 4-ը կհիշենք, 9 անգամ 8 կլինի 72, 4-ը ունենք կլինի 76, 6-ը գրենք, հիմա 7-ը կհիշենք, 8 անգամ 1 կլինի 8, 7 էլ ունենք կլինի 15, ստացանք 1560 գումարած 4, որը նույնպես կստացվի 1564, այսպիսով տեսնում ենք, որ ճիշտ ենք կատարել բաժանման գործողությունը։ Եվ կանք գ-ի վերջինը, արդեն 1564-ը պետք է բաժանենք 1000-ի։ Հավասար է։ Այստեղ անկյունաձև բաժանման կարիք ես այստեղ չեմ գտնում, եթե ուզում եք դուք կարող եք անել, այդ իսկ պատճառով հիմա նայեք 1564-ի մեջ ընդամենը կա 1/1000, կարող ենք միանգամից գրել այստեղ 1 և մնացորդ 564-ը։ Ահա, և ստուգում կատարելու համար էլ կարող եք գրել այսպես,
1 անգամ 1000 կամ 1000 անգամ 1 գումարած 564, որն հավասար կլինի 1000 գումարած 564, հավասար է 1564, ահա, այսպիսով վերջացինք նաև գն ամբողջովին, և 605 այսպիսով ավարտեցինք, հիմա անցնենք 606-ին, ասեղ պետք է որ դուք դժվարություն չունենաք, ստուգիր ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը, 606-ի մեջ արդեն իսկ բաժանման գործողություն կատարված է, մեր խնդիրն է հասկանալ և ճշտել արդյոք կատարված գործողությունը ճիշտ է թե ոչ, հիմա նայեք, ստուգում կատարելու համար պետք է կատարենք այստեղ հակառակ գործողությունը, այսինքն եթե 124-ը բաժանած է 5-ի և գրված է որ հավասար է 25 և 4 մնացորդ, ստուգման արդյունքում պետք է համոզվենք արդյոք ճիշտ է կատարվել գործողությունը թե ոչ, ստուգումը կարող ենք կատարել հետևյալ կերպ, 5-ը բազմապատկել 25-ով և ինչ որ կստանանք դրան գումարենք 4, եթե մենք ստանանք 124, ուրեմն կասենք որ բաժանման գործողությունը ճիշտ է կատարված, իսկ եթե ոչ, կասենք որ բաժանման գործողությունը ճիշտ չի կատարված, հիմա գրենք ստուգման համար պետք է գրենք 5 անգամ 25 գումարած 4 հավասար է 5 անգամ 25-ը կարող ենք այստեղ գրել կամ 25 անգամ 5 5 անգամ 5 կլինի 25 5-ը գրենք 2-ը կպահենք մտքում 5 անգամ 2 10 2-ը գրենք կլինի 12 ստացանք 125 գումարենք 4 ստացվի 129 տեսնում ենք այստեղ 129-ը մեծ է 124-ից այսպիսով կարող ենք ասել որ բաժանման գործողությունը սխալ է կատարված քանի որ այստեղ խոսքը չի գնում այն բանի մասին թե արդյոք ստուգման արդյունքում ստացված թիվը մեծ կամ փոքր է բաժանման գործողության ժամանակ մեր բաժանելիից այլ հարցված է առաջադրանքի մեջ արդյոք ճիշտ է կատարված բաժանումը թե ոչ մենք կարող ենք ասել որ բաժանման գործողությունը սխալ է կատարված քանի որ 129-ը հավասար չէ 124-ին մենք կարող ենք գրել այստեղ 129 հավասար չեն նշում ենք մաթեմատիկայի մեջ հետևյալ կերպ դնում ենք հավասարի նշան և վրան փոքր գիծ ենք քաշում սա ջնջում չի համարվում այլ նշանակում է որ հավասար չէ եթե դեռ դպրոցում չեք անցել ոչինչ բարձր դասարաններում անպայման կանցնեք այստեղ ես մեծ դժվարություն չեմ տեսնում դրա համար հենց այս քայլի մեջ այստեղ փոքր ձևով անդրադառնում եմ դրան այսինքն մենք կարող ենք գրել որ 129-ը հավասար չէ 124-ին սրա կողքը կարող ենք գրել ուղղակի ոչ ճիշտ չէ կատարված մյուսը 270-ը բաժանած 20-ի որպես նորից չգրենք մենք պետք է կատարենք այստեղ միայն ստուգման գործողություն ստուգելու համար պետք է 20-ը բազմապատկենք 13-ով ինչ կստանանք դրան գումարենք մնացորդի թիվը այսինքն կգրենք 20 անգամ 13 գումարած մնացորդի թիվը 10 է հավասար է 20 անգամ 13 կարող եք մի անգամից մտքով բազմապատկել այսպես 23 անգամ 2-ը կլինի 26 և վերջում միաձրում կավելացնենք այսինքն գրենք 260 գումարած 10 հավասար է 270 տեսնում ենք այստեղ արդեն ճիշտ է կատարված գործողությունը քանի որ 270 և այստեղ 270-ը նույն թվերն են կարող ենք գրել այստեղ 270-ը հավասար է 270-ի այսպիսով կարող ենք գրել որ այո ճիշտ է կատարված բաժանման գործողությունը գանք B-ին այստեղ մի քիչ առանձնացնենք B-ից 279-ը բաժանած 5-ի տրված է որ հավասար է 25 և 4 մնացորդ նորից կատարենք ստուգումը պետք է բազմապատկենք 5-ը 25-ով կամ գրենք 25 անգամ 5 և գումարենք մնացորդի թիվը 4 մնացորդ հավասար է 25 անգամ 5-ը ձախ կողմ արդեն բազմապատկել ենք տեսնում ենք սրանից ես չեմ անդրադառնա ստացվել է 125 գումարած 4 գրենք 125 գումարած 4 հավասար է 129 տեսնում ենք այն հավասար չէ 279-ի այսպիսով կարող ենք գրել որ 129
ստուգման արդյունքում, որ ստացել ենք 120-ի, այդ 120-ի մասին է խոսքը։ Հավասար չէ 279-ի, այսպեսով կարող ենք գալ, որ ոչ ճիշտ չէ կատարվել բաժանման գործողությունը։ Գանք երկրորդը B-ի։ 3453-ը բաժանած է 1000-ի, ստացվել է 34 և 53 մնացորդ։ Կարող ենք այսպես կատարել։ 34 անգամ 1000 հաշվել և գումարել 53 մնացորդը։ Գնենք 34 անգամ 1000 գումարած մնացորդի թիվը 53 հավասար է։ 34-ը 1000-ով բազմապատկելու դեպքում անհրաժեշտ է ընդամենը 34-ի կողքից ավելացնել 3 զրոներ, այսինքն կստացվի 34000 գումարած 53 կստացվի 34053։ Եվ տեսնում ենք, որ 34053-ը հավասար չէ 3453-ին։ Կգրենք 34053-ը հավասար չէ 3453-ին։ Այսպեսով կասենք, որ այստեղ նույնպես սխալ է կատարված բաժանման գործողությունը, ոչ։ 606-ը ամբողջությամբ վերջացինք, հիմա ասենք 607-ին։ Արտահայտիր նշված միավորներով։ Նման տեսակի առաջադրանքներ մենք ևս մեկ անգամ կատարել ենք, այստեղ ուղղակի կրկնության ձևով կանդրադառնանք։ Գրենք ան։ Առաջադրանքի համար կարևոր է հիշել չափողականությունների միջև եղած կապը, կիլոգրամը դարձնել տոննա կամ տոննան կիլոգրամ, թե ինչպես պետք է դարձնել կիլոգրամը գրամ կամ ցենտները կիլոգրամ եւ այսպես շարունակ։ Հիշում ենք, որ 1 տոննան հավասար է 1000 կիլոգրամի, 1 ցենտները 100 կիլոգրամն է, 1 կիլոգրամը 1000 գրամն է եւ այդպես։ Հիմա հերթով կկատարենք։ 4000 կիլոգրամը պետք է դարձնենք տոննա։ 4000 կիլոգրամը հավասար է։ Գիտենք, որ 1 տոննան դա նույն 1000 կիլոգրամն է, իսկ 4000 կիլոգրամն էլ կլինի բնականաբար 4 տոննա։ Գրենք 4 տոննա։ Հաջորդը 3240 կիլոգրամը հավասար է, հավասարման նշանը գրենք միևնույն սյունակում, պետք է դարձնենք տոննա և կիլոգրամ։ Մենք քիչ առաջ նշեցինք, որ 1 տոննան 1000 կիլոգրամ է, իսկ այստեղ ունենք 3240 կիլոգրամ։ Այսինքն կարող ենք ասել, որ այստեղ կա 3 տոննա և 240 կիլոգրամ։ Եթե այստեղ դժվարանում եք սա պատկերացնել, կարող եք սևագության թղթի վրա գրել հետևյալը։ Օրինակ 3240 կիլոգրամը նույնն է, ինչ որ գրենք 3000 կիլոգրամ գումարած 240 կիլոգրամ։ Այս 3000 կիլոգրամը մեր ունեցած 3 տոննան է։ 240 կիլոգրամը նույնությամբ գրել ենք այստեղ։ Սա ջնջեմ, որ մեզ չխանգարի։ Գանք մյուսը 7000 գրամ, ուշադրություն դարձրեք, արդեն մենք գործ ունենք գրամի հետ։ Պետք է դարձնենք կիլոգրամ։ Մենք գիտենք, որ 1000 գրամը 1 կիլոգրամն է։ Այսպիսով 7000 գրամն էլ կլինի 7 կիլոգրամը։ Մյուսը 5432 գրամը հավասար է, պետք է դարձնենք կիլոգրամ և գրամ։ Տեսնում եք 5432 գրամ, այսինքն 5 կիլոգրամ և 432 գրամ։ Գրենք այստեղ 5 կիլոգրամ և 432 գրամ։ Ան այսպեսով վերջացին։ Գանք B-ին։ 805 կիլոգրամը հավասար է։ Պետք է դարձնենք ցենտներ և կիլոգրամ։ Հիշում ենք, որ 1 ցենտները դա նույն 100 կիլոգրամն է։ Իսկ 805 կիլոգրամն էլ կլինի 8 ցենտներ և 5 կիլոգրամ։ Գրենք այստեղ 805 կիլոգրամը հավասար է 8 ցենտներ և
5 կիլոգրամ։ Ահա։ Ավելի պարզ կրենք կիլոգրամը։ Մյուս 324 կիլոգրամը պետք է դարձնենք ցենտներ եւ կիլոգրամ։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, հիշում ենք, որ 100 կիլոգրամը 1 ցենտներն է, իսկ այստեղ ունենք 3 հատ 100 եւ 24 կիլոգրամ։ Այսինքն կգրենք հավասար է 3 ցենտներ եւ 24 կիլոգրամ։ Մյուսը 300 ցենտներ։ Պետք է դարձնենք կիլոգրամ։ Ձևակերպության թղթերը կարող եք այսպես նշել, քանի որ ունենք 300 ցենտներ եւ 1 ցենտները 100 կիլոգրամն է, 300-ի կողքը կարող ենք այստեղ ավելացնել եւս 2 սրոներ կիլոգրամ դարձնելու համար։ Հիմա տեսեք, այստեղ ունենք 30000 կիլոգրամ։ 30000 կիլոգրամը դա նույն մեր ունեցած 30 տոննան է, բայց քանի որ այստեղ կիլոգրամ է պահանջում գրել, կարող ենք հենց նույնությամբ էլ այստեղ գրել 30000 կիլոգրամ։ Այսպիսի մեծ զանգվածների դեպքում ավելի շատ օգտագործում են տոննան, չեն ասում 30000 կիլոգրամ, այլ ասում են ուղղակի 30 տոննա։ Հիմա ասենք մյուսը։ 523 ցենտները պետք է դարձնենք տոննա եւ կիլոգրամ։ Նույն սևագության թղթիրակը կգրենք այստեղ 523 եւ 2 հատ զրոք ավելացնենք, որպեսզի ցենտները դարձնենք կիլոգրամ։ Այսպեսով ստանում ենք 52300 կիլոգրամ։ 52300 կիլոգրամը կլինի 52 տոննա եւ 300 կիլոգրամը։ Ահա։ Այսպեսով վերջացինք նաեւ 607 առաջադրանքը։ Հիմա անցնենք 608-ին։ Կատարիր գործողությունը։ Տեսնում ենք բերված է ներքևում օրինակ։ Նախ նայենք օրինակին, հետո անցնենք առաջադրանքին։ 8 կիլոգրամ 450 գրամին պետք է գումարվի 3 կիլոգրամ 800 գրամ։ Տեսնում ենք, որ այստեղ ստացվել է 11 կիլոգրամ 1250 գրամ։ Ինչպես, քանի որ կիլոգրամին գումարվել է կիլոգրամը, գրամին գումարվել է գրամը։ 11 կիլոգրամ 1250 գրամ ստանալուց հետո ուշադրություն դարձրեք, գրառման ձևը փոխել են եւ գրել են 12 կիլոգրամ 250 գրամ։ Ինչու՞, քանի որ այստեղ մենք ունենք 1250 գրամ։ 1250 գրամը իրենից ներկայացնում է 1 կիլոգրամ 250 գրամ։ Այդ 1 կիլոգրամը, որ կա, ավելացել են այստեղ 11 կիլոգրամին։ Եվ ստացել են 12 կիլոգրամ, այն 250 գրամն էլ գրել են վերջում կողքը։ Նման տեսակի առաջադրանքներ մենք եւս մեկ անգամ գրել ենք։ Հենց այսպեսի օրինակի տեսքով էլ նախորդ վիդեոների մեջ եթե փնտրեք կգտնեք։ Հիմա մենք այստեղ կարող ենք օգտվել եւ այս օրինակից եւ իմ գրածից, ինչպես կուզում եք, կարող եք նաեւ ինքնուրույն գրել, խնդիր չկա։ Գրենք հերթով ան եւ բն։ Հիմա պետք է գրենք 3 կիլոգրամ 250 գրամ գումարած 3 կիլոգրամ 750 գրամ հավասար է։ Պետք է գումարենք կիլոգրամին կիլոգրամը, գրամին գրամը։ Հիմա 3 կիլոգրամ գումարած 3 կիլոգրամ կլինի 6 կիլոգրամ եւ 250 գրամին գումարենք 750 գրամը կլինի 1000 գրամ։ Ուշադրություն դարձրեք այստեղ մեր ունեցած 1000 գրամը դա նույն 1 կիլոգրամն է, որը կավելանա բնականաբար դիմացի այս ունեցած 6 կիլոգրամին եւ կունենանք միանգամից 7 կիլոգրամ։ Ահա։ Ուշադրություն դարձրեք այս գրառման ձևերին։ Հիմա տեսեք, եթե օրինակ գրված է 8 կիլոգրամ, հենց օրինակը վերցնեմ ստեղի, 8 կիլոգրամ 450 գրամ, հասարակության թղթի վրա գրեք սա, 8 կիլոգրամ 450 գրամ, չէ՞։ Ահա։ Իրականում այստեղ 8 կիլոգրամ 450 գրամի միջև մտովի պատկերացրեք փոքր գումարման նշան, այսինքն այն զանգվածը, որը կազմում է 8 կիլոգրամ 450 գրամ, մենք կարող ենք ասել, որ այն կազմված է 8 կիլոգրամից եւ եւս լրացուցիչ 450 գրամից։ Այսինքն դեռ 9 կիլոգրամ ինքը չկա, բայց 8 կիլոգրամից էլ ավել է 450 գրամով։ Այսինքն այստեղ մտովի գումարման նշան պատկերացնելուց հետո բնականաբար ավելի հեշտ կլինի ձեզ համար կատարել գումարման կամ հանման գործողությունները։
Ուղղակի այստեղ գումարման նշանը չի դրվում։ Գրում են 8 կիլոգրամ 450 գրամ, հասկանում ենք 8 կիլոգրամ գումարած 450 գրամ։ Սա չնջեմ այստեղից։ Հիմա գանք մյուսը։ Սա վերջացրինք, գրենք երկրորդը։ 8 կիլոգրամ 420 գրամ գումարած 3 կիլոգրամ 950 գրամ։ Հավասար է։ Նորից պետք է կիլոգրամին գումարենք կիլոգրամը, գրամին գումարենք գրամը։ 8 կիլոգրամին գումարենք 3 կիլոգրամ կլինի 11 կիլոգրամ։ Եվ 420 գրամին, որ գումարենք 950 գրամը, կարող ենք այստեղ սևագության թղթի վրա գրել 420 գումարած 950, այստեղ կլինի 0, այստեղ կլինի 7, այստեղ էլ կլինի 13։ Ստացանք 1370 գրամ։ Գնենք 11 կիլոգրամ 1370 գրամ, ինչպես տեսնում ենք, մենք այստեղ ունենք 1370 գրամ, այսինքն 1 կիլոգրամից ավելի է։ Սա կդարձնենք մի մասը կիլոգրամ եւ կավելացնենք 11-ին։ 1370 գրամը կազմված է 1000 գրամից եւ եւս դրանցից 370 գրամից։ Իսկ 1000 գրամը իրենից ներկայացնում է 1 կիլոգրամ։ Դա կավելացնենք այս 11 կիլոգրամին։ Արդյունքում կստացվի 12 կիլոգրամ եւ 370 գրամ։ Հասկանալի է, չէ՞։ Այստեղ մենք ունենք 1 կիլոգրամ և 370 գրամ։ Մտով որ ստեղ գումարման նշան պատկերացնենք, արդեն իսկ պարզ կլինի։ Դե 11 կիլոգրամ գումարած էլ 1 կիլոգրամ գումարած 370 գրամ, բնականաբար կլինի 12 կիլոգրամ և 370 գրամ։ Եթե դժվարանում եք, մտովի փորձեք պատկերացնել կիլոգրամ և գրամի միջև այստեղ գումարման նշան և ամեն ինչ արդեն պարզ կլինի։ Հիմա անցնենք B-ին, անամբողջովին վերջացրինք։ 8 կիլոգրամ 650 գրամ գումարած 6 կիլոգրամ 350 գրամ։ Հավասար է։ Նորից պետք է գումարենք կիլոգրամին կիլոգրամը, 8-ին գումարենք 6 կլինի 14, գրենք 14 կիլոգրամ և 650 գրամին է, որ 350 գրամ գումարենք, կլինի միանգամից 1000 գրամ։ Չենք մոռանում, որ 1000 գրամը դա նույն 1 կիլոգրամն է։ Մենք ունենք 14 կիլոգրամ և եւս 1000 գրամ, այսինքն միասին ունենք 15 կիլոգրամ։ Ահա, սա էլ առաջինը։ Գանք B-ի երկրորդը։ 5 կիլոգրամ 870 գրամ գումարած 7 կիլոգրամ 430 գրամ։ Հավասար է։ Կիլոգրամին նույնպես գումարենք կիլոգրամ, 5 գումարած 7 կլինի 12 կիլոգրամ և 870 գրամին կգումարենք 430 գրամ։ 870-ին որ գումարենք 430, կստացվի 1300։ 1300 գրամ։ Իսկ 1300 գրամը դա նույն 1 կիլոգրամ 300 գրամն է։ 1 կիլոգրամը կգումարենք ստեղ 12-ին, այսինքն կստացվի 13 կիլոգրամ 300 գրամ։ Ստեղ հասկանալի չէ, այս 1300 գրամից 1000-ը վերցինք դարձինք կիլոգրամ, ավելացինք 12-ին, այդ դեպքում կստացվի 13 կիլոգրամ և 300 գրամ։ Ահա, այդպեսով վերջացրինք 608 համարն ամբողջովին։ Ավելորդ նշումն այստեղ ջնջենք, անցնենք 609։ Կատարիր գործողությունը։ Այստեղ պետք է կատարենք նման տեսակ գործողություն, ոնց որ 608-ի մեջ էր, ուղղակի հանման գործողություններ են։ Նման տեսակ առաջադրանքներ մենք
եւս մեկ անգամ կատարել ենք։ Նախորդ վիդեոների մեջ կարող եք գտնել։ Այստեղ մենք ընդհանրապես կկրկնենք։ Գրենք ան։ Հիմա մինչև ան գրելը եկեք ուշադրություն դարձնենք մի հատ օրինակին։ Ինչ է տրված։ 8 կիլոգրամ 450 գրամից հանած է 3 կիլոգրամ 800 գրամ, հավասար է։ Հիմա նայեք, այստեղ։ Բնականաբար պետք է կիլոգրամից հանել կիլոգրամը, գրամից հանել գրամ։ 8-ից կարող ենք 3 հանել, այո, միանգամից կստացվի։ Բայց եթե 450 ուզենանք 800 հանենք, առայժմ դեռ չենք կարող հանել։ Բարձր դասանում բնականաբար նույնիսկ կարողանանք։ Բայց այստեղ մենք որպեսզի կարողանանք հանման գործողությունը կատարել, տեսնում ենք 450-ից 800 դուրս չի գալի։ Պետք է 8-ից, այս 8 կիլոգրամից 1 կիլոգրամը դարձնենք գրամ, եւ այս 450-ի հետ միասին, այսինքն կստացվի 1450, տեսնում եք, նոր հետո կարող ենք հանել 800 գրամ։ Նման տեսքով էլ մյուս առաջադրանքները պետք է մենք կատարել։ Այսինքն եթե գրամից գրամ դուրս չի գալիս, մի հատ կիլոգրամից մեկը վերցնում ենք, 1 կիլոգրամը դարձնում ենք գրամ, եւ մյուս գրամը միասին ստացվում ենք ավելի մեծ թիվ, որից արդեն կարող ենք հանել մեր մյուս այստեղի թիվ, այսինքն այս մյուս գրամը։ Հիմա գրենք ան 14 կիլոգրամ 250 գրամ հանած 3 կիլոգրամ 750 գրամ հավասար է։ Տեսնում ենք այստեղ 14-ից 3-ը կարող ենք հանել, բայց 250-ից 750-ը դուրս չի գալիս։ Այսպիսով 14 կիլոգրամից 1 կիլոգրամը կդարձնենք գրամ եւ 14 կիլոգրամ 250 գրամի փոխարեն կգրենք 13 կիլոգրամ 1250 գրամ հանած 3 կիլոգրամ 750 գրամ հավասար է։ Նայեք այստեղ մեր ունեցած 14 կիլոգրամ 250 գրամը դա նույն 13 կիլոգրամ 1250 գրամն է։ Այստեղ ես փորձեմ սլաքով ցույց տալ, ահա։ Տեսեք 14 կիլոգրամ 250 գրամի փոխարեն գրել եմ 13 կիլոգրամ 1250 գրամ, որպեսզի կարողանամ այստեղ գրամից հանել մյուս գրամը։ Հասկանալի չէ, 14-ից 1-ը վերցրել ենք, դարձել 13 կիլոգրամ, այդ վերցած 1 կիլոգրամը դարձրել ենք գրամ, կստացվի 1000 գրամ եւ 250 գրամի հետ միասին կլինի 1250 գրամ։ Ահա, հիմա արդեն կկատարենք հանման գործողությունը։ 13 կիլոգրամից կանենք 3 կիլոգրամ, կլինի 10 կիլոգրամ եւ 1250-ից էլ կհանենք 750, գրենք այստեղ 1250 հանած 750, այստեղ կլինի 0, 0, 12-ից որ 7-ը հանենք, կլինի 5, ահա, կստացվի 500 գրամ, սևագությունը ջնջենք, այսպիսով կստացվի 10 կիլոգրամ 500 գրամ, ահա, այսպիսով ստացանք պատասխանը։ Մյուսը, այ երկրորդը գրենք, 28 ցենտներ 32 կիլոգրամ հանած 4 ցենտներ 90 կիլոգրամ հավասար է։ Այստեղ էլ արդեն ունենք ցենտներ եւ կիլոգրամ։ Ցենտներից բնականաբար կանենք ցենտները, բայց այստեղ 32 կիլոգրամից 90 կիլոգրամ հանել չենք կարող։ Այդ իսկ պատճառով 1 ցենտները կդարձնենք կիլոգրամ։ Հիմա 28 ցենտներ 32 կիլոգրամի փոխարեն կգրենք 27 ցենտներ, այսինքն մի ցենտները կիլոգրամ ենք դարձնում, 132 կիլոգրամ։ Ահա, այսինքն նայեք այստեղ 28 ցենտներ 32 կիլոգրամի փոխարեն մենք գրեցինք 27 ցենտներ 132 կիլոգրամ, այսինքն 1 ցենտները կիլոգրամ դարձրինք։ Հանած 4 ցենտներ 90 կիլոգրամ հավասար է։ Հիմա 27 ցենտներից եթե հանենք 4 ցենտներ, կլինի 23 ցենտներ եւ կգրենք հիմա կիլոգրամը։ 132 կիլոգրամից որ 90 կիլոգրամը հանենք, կլինի 42 կիլոգրամ։ Ահա։ Մյուսը 22 տոննա 200 կիլոգրամից
կհանենք 640 կիլոգրամ։ Հավասար է։ Այստեղ տեսնում ենք հանելիի մեջ տոննա չկա, միայն 640 կիլոգրամ է, նվազելին կազմված է տոննա և կիլոգրամից։ 200-ից 640 դուրս չի գա, դրա համար 22 տոննայից մի տոննան կդարձնենք կիլոգրամ։ 22 տոննա 200 կիլոգրամի փոխարեն կգրենք 21 տոննա 1200 կիլոգրամ հանած 640 կիլոգրամ։ Հավասար է։ Հասկանալի է, չէ՞, այստեղ 22 տոննա 200 կիլոգրամի փոխարեն մենք գրեցինք 21 տոննա 200, ներողություն, 21 տոննա 1200 կիլոգրամ։ Ահա։ Հիմա նայենք այստեղ 21 տոննա նույնությամբ կգրենք, քանի որ դրանից ոչինչ չենք անում, 1200 կիլոգրամից էլ կհանենք 640 կիլոգրամ։ Եթե մտքով դժվարանում եք, կարող եք այստեղ գրել ներքևում քայլ առ քայլ գրել հանման գործողությունը, այստեղ կլինի 0, 0-ից 4 դուրս չի գալիս, 10-ից կհանենք 4 կլինի 6, այստեղ 1-ը վերցրել ենք, 11-ից էլ որ հանենք 6 կլինի 5, կստացի 560 կիլոգրամ։ Ահա, այսպիսով ստացանք 21 տոննա 560 կիլոգրամ։ Հիմա գանք B-ին։ 18 կիլոմետր 650 մետր, հանած 16 կիլոմետր 350 մետր։ Հավասար է։ Ահա։ Այստեղ կարող ենք և կիլոմետրից կիլոմետր հանել, և մետրից մետր հանել։ Այստեղ փոփոխելու կարիք չկա։ 18 կիլոմետրից կհանենք 16 կիլոմետր, կստացվի 2 կիլոմետր, և 650 մետրից, որ հանենք 350 մետր, կլինի 300 մետր։ Ահա, տեսաք, այստեղ փոփոխելու կարիք չկար, միանգամից ստացվեց։ Մյուսը 15 մետր 25 սանտիմետրից հանած 7 մետր 40 սանտիմետր։ Հավասար է։ Այստեղ ուշադրություն դարձրեք, մետրից կարող ենք հանել մետր, բայց 25 սանտիմետրից 40 սանտիմետր հանել չենք կարող։ Դրա համար պետք է 1 մետրը դարձնենք սանտիմետր։ Այսպիսով 15 մետր 25 սանտիմետրի փոխարեն մենք կգրենք 14 մետր և մի մետրը գիտենք, որ 100 սանտիմետրն է, 25 սանտիմետրի հետ միասին կլինի 125 սանտիմետր հանած 7 մետր 40 սանտիմետր։ Հավասար է։ Ուշադրություն դարձրեք, մենք այստեղից չարեցինք 15 մետր 25 սանտիմետրի փոխարեն մենք գրել ենք 14 մետր 125 սանտիմետր, այսինքն 1 մետրը վերցրել 15-ից և դարձրել ենք սանտիմետր։ Ահա։ Հիմա արդեն կարող ենք մետրից հանել մետրը, 14-ից կհանենք 7 կստացվի 7 մետր և 125-ից կհանենք 40 կստացվի 85 սանտիմետր։ Կանք մյուսը 16 դեցիմետր 7 սանտիմետրից կհանենք 8 սանտիմետր։ Հավասար է։ Նորից այստեղ տեսնում ենք 7 սանտիմետր 8 սանտիմետր հանել չենք կարող, մի դեցիմետրը կդարձնենք սանտիմետր։ Մենք գիտենք, որ 1 դեցիմետրը 10 սանտիմետրն է։ Հիմա 16 դեցիմետր 7 սանտիմետրի փոխարեն կգրենք 15 դեցիմետր և 17 սանտիմետր հանած 8 սանտիմետր։ Հավասար է։ 15 դեցիմետրից ոչինչ չենք անում, նույնությամբ կմնա։ 17 սանտիմետրից է, որ 8 սանտիմետրը հանենք, կլինի 9 սանտիմետր։ Ահա, այսպիսով վերջացրինք B-ն նույնպես ամբողջովին։ Ավելորդ նշումները ջնջենք, հիմա անցնենք վերջի առաջադրանքին 610-ին։
610-ը նույնպես նմանատիպ առաջադրանք է, պետք է արտահայտենք նշված միավորներով։ Աջ կողքին բերված է օրինակ, ինչպես 135 րոպեն դարձնել ժամ եւ րոպե։ Մենք գիտենք, որ 1 ժամը 60 րոպեն է, 135-ը բաժանած է 60-ի, ստացվել է 2 եւ 15 մնացող, այսինքն ստացվել է 2 ժամ եւ 15 րոպե։ Հիմա գրենք ան։ 180 րոպեն պետք է դարձնենք ժամ։ Հավասար է։ Մենք գիտենք, որ 1 ժամ 60 րոպեն է, իսկ 180-ը, որ բաժանենք 60-ին, միանշանակ կստանանք 3 ժամ, այսինքն կարող ենք միանգամից գրել 3 ժամ։ Այսինքն 180-ը բաժանած 60-ի։ Զրոները կարող ենք մտքով անտեսել, 18-ը բաժանած 6-ի կլինի 3, այսպիսով կստանանք 3 ժամ։ Մյուսը 190 րոպեն պետք է դարձնենք ժամ եւ րոպե։ Գրենք բաժանման գործողությունը աջ կողմում, կամ սևագրության թղթիվա գրեք, հետո կարող եք օգտագործել։ Գրենք 190-ը բաժանած 60-ի, ինչու 60-ի, քանի որ մենք դարձնում ենք ժամ եւ հետո րոպե։ 190-ի մեջ 60-ը կլինի 3 անգամ, 3 անգամ 60 կստացվի 180։ Կլինի այստեղ 10 մնացորդ։ Այսպեսով կարող ենք ասել, կստացվի 3 ժամ եւ 10 րոպե։ Այս մնացորդի թիվը 10-ը հենց մնացած 10 րոպեն է։ Մյուսը 360 վայրկյանը պետք է դարձնենք րոպե։ Հավասար է։ Մենք գիտենք, որ 1 րոպեն 60 վայրկյանի է հավասար։ Իսկ 360 վայրկյանն էլ, եթե բաժանենք 60-ի, կստացվի հենց 6 րոպե։ Սևագրությունը ստեղից ես չնչեմ։ Մյուսը 400 վայրկյանը հավասար է, դարձնենք րոպե եւ վայրկյան։ Նորից գրենք սևագրության թղթի վրա 400-ը բաժանած 60-ի։ Ինչու 60-ի, որովհետեւ 1 րոպեն 60 վայրկյանն է։ Կարող ենք այստեղ մի զրոները, մի զրոն բաժանելից եւ բաժանարից, նույն քանակի զրոները մտքով անտեսել, այսինքն 40-ը բաժանել 6-ի։ Այստեղ կստացվի 6, 6 անգամ 6 36, 40-ից որ 36 անենք, կլինի 4 մնացորդ այստեղ։ Այսպեսով ստացանք 6 րոպե եւ 4 բնականաբար այստեղ կգրենք 40 վայրկյան։ Ինչու 40, որովհետեւ մենք այստեղ մի զրոն անտեսել էինք։ Կանք մյուսը։ Բն 200 տարին պետք է դարձնենք դար։ 200 տարին հավասար է։ Մենք գիտենք, որ 1 դարը դա իրենց ներկայացնում է 100 տարի։ Իսկ 200 տարին կլինի բնականաբար 2 դար։ Հիմա 318 տարին հավասար պետք է դարձնենք դար եւ տարի։ Այսինքն կլինի այստեղ 3 դար եւ 18 տարի։ Մյուսը 480 ժամը պետք է դարձնենք օր։ Իմանանք 480-ը կբաժանենք արդեն 24-ի։ Ինչու 24-ի, որովհետև տված է այստեղ ժամով, մենք ուզում ենք օր դարձնել։ Այսինքն 1 օրը ունի 24 ժամ, հիմա 480-ը կբաժանենք այդպես պատճառով 24-ի։ 48-ի մեջ 24-ը կլինի 2 անգամ։ Իսկ այս զրոն միանգամից կգա այս վերջ, այսինքն կստացվի 20։ Այսպեսով կստանանք ուղիղ 20 օր։ Մյուսը 520 ժամը հավասար է, պետք է դարձնենք օր եւ ժամ։ Կգրենք նորից 520-ը բաժանած 24-ի, 52-ի մեջ 24-ը կլինի 2 անգամ, 2 անգամ 4 կլինի 8, 2 անգամ էլ 2 կլինի 4։ Այստեղ կստացվի 4 եւ զրոն կիջացնենք ներքև, 40-ի մեջ կլինի 24-ը 1 անգամ, հանած 24 կլինի տարբերությունը 16։
Այսինքն ստացանք 21 օր և 16 ժամ։ Այսպիսով վերջացրինք նաև 610 համարի առաջադրանքը և ավարտեցինք այսօրվա համար նախատեսած բոլոր առաջադրանքները։ Հուսով եմ ձեզ որոշ չափով վիդեոն օգնում է, եթե ոչ կարող եք անցնել հաջորդին կամ նայել այլ վիդեոներ YouTube-ի մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել վիդեոն դիտելու համար և խնդրել անպայման բաժանորդագրվել, տարածեք, թող հասանք դառնա բոլոր աշակերտներին, իսկ մենք կշարունակենք մեր դասերը և հաջորդ ժամին կհանդիպենք մյուս առաջադրանքներով։ Այսօր համար այսքանը, կհանդիպենք հաջորդ ժամին, հաջողություն։